Պարոն Իսկանդարյան, հաշվի առնելով, որ բավականին հետաքրքիր քննարկում է եւ կարևոր հարցեր են քննարկվում, փորձենք ձեր տեսակետը նույնպես ներկայացնել Հայաստանը այսօր ինչ մարտահրավերների առջև է հիմնականում կանգնած եւ Հայաստանի կառավարությունը ինչ պետք է անի այդ մարտահրավերներին դիմակայելու համար։ Բայց եթե դուք ինձ ստիպում եք կենտրոնանալ, անվտանգություն։ Իհարկե Հայաստանը ունի խնդիրներ առաջին հերթին անվտանգության հետ, այդ անվտանգության խնդիրները կապված են Ադրբեջանի հետ, խնդիրը պետք է Հայաստանի կառավարությունը ցանկացած Հայաստանի կառավարությունը պետք է փորձի լուծել։ Դա ճանապարհ է, դա ակտ չէ, դա չի կարելի անել մի բանով, մի թուղթ ստորագրությամբ դա չի լուծվի, մի հանդիպման, ասենք լիդերների դա չի լուծվի եւ այլն։ Դա ճանապարհը պետք է մեր քաղաքականություն, պետք է լավ հասկանալ ինչ է կատարվում ռեգիոնում եւ ռեգիոնից եւ ոչ միայն ռեգիոնում, դրա համար էլ մենք անում ենք այդպիսի միջոցառումները, որովհետեւ լսել, նայել Թուրքիայի էքսպերտի աչքերով մեր ռեգիոնին, վրացի էքսպերտի, եվրոպական էքսպերտների եւ այլն, դա օգտակար է դրա համար, որ հասկանալ մենք որտեղ ենք ու ինչ ու ոնց պետք է մեր քաղաքականությունը զարգացնենք։ Պարոն Իսկանդարյան, Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն հայտարարել են, որ եկել են համաձայնության խաղաղության փաստաթղթի 17 կետերի շուրջ, բայց Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթղթը։ Ինչպես է գնահատում այս իրավիճակը, ինչու։ Նախ ասել, որ մենք համաձայնել ենք եւ ստորագրել, դա տարբեր բաներ են։ Ես հիշում եմ, այդքան էլ երիտասարդ չեմ, ես հիշում եմ 1, 2, 3, 4 երևի 4 անգամ, երբ որ Հայաստանը ու Ադրբեջանը համաձայնվել է ասես ճակատների մեջ, դա եղել է 99-ին, եթե չես սխալվում, դա եղել է 2001-ին, Կեմփ Դեվիդում, կներեք Յու.Էս.ում, դա եղել է Մադրիդյան պրինցիպների ժամանակ 2006-ին, եթե չեմ սխալվում, դա եղավ հիմա, ոչ մի անգամ դա չի ստորագրվել։ Խնդիրը ո՞րն է այստեղ։ Խնդիրը դրանն է, որ Ադրբեջանը չի ուզում, Ադրբեջանը դա օգտագործում է որպես process ու Ադրբեջանը չի տեսնում այդ հնարավորությունը առնվազն հիմա, ես կասեի։ Ես կարող եմ սխալվել, ես կարամ պրինցիպիալ, ես կարամ պատկերացնեմ սիտուացիան, երբ որ Ադրբեջանը ստորագրի այդ բանը, բայց այստեղ կա երկրորդ հանգամանք, ստորագրել համաձայնությունը եւ խաղաղության մասին եւ խաղաղությունը էլի տարբեր բաներ են։ Մենակ ստորագրելով դու չես կա իսկական նորմալ հարաբերությունների ռեգիոնում, դա երկար process է ու հիմա ես չի ասեմ, որ ես պեսիմիստիկ եմ նայում, բայց չեմ կարող ասեմ, որ ես օպտիմիստ եմ։ Եվ իմ վերջին հարցը, պարոն Իսկանդարյան, հիմա այս օրերին շքերթ է, միջազգային հանրությունը տարբեր երկրներ եւ կազմակերպություններ ողջունում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել տեքստի շուրջ։ Միջազգային հանրության անելիքը ձեզ որն է այստեղ, որպեսզի ստիպեն Ադրբեջանին ստորագրի վերջո խաղաղության պայմանագիր, այսինքն միջազգային հանրության դերը ինչու եք դուք տեսնում այստեղ։ Միայն հայտարարություններ, թե կոնկրետ քայլեր նաև։ Ես չեմ պատկերացնում սիտուացիան, երբ որ միջազգային հանրությունը կարա ստիպի Ադրբեջանին։ Այդ գործիքները, որոնք օգտագործվում են, ես նկատի ունեմ հայտարարությունները, մեկ խոսակցությունները, դե մենք գիտենք, օրինակ, որ կոնկրետ կոնտակտներ ունի Ալիևը Վաշինգտոնի հետ, դա հերիք չի, դա չի հերիքում, իսկ ուրիշ գործիքները, որը թեորետիկ կարող էին օգտագործել, ես չեմ կարող պատկերացնել դա, արևմուտքը օգտագործում այդ ինչ որ ինքը համաձայն է օգտագործի բարեր ավելի թեորետիկ պետք է Ընդհանուր միջև պատժամիջոցներ օրինակ որպեսզի չեմ կարող դա պատկերացնել իրատեսական չէ բաբարում
թեորետիկ պատժամիջոցներ բոլորի կողմից Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, Թուրքիա, Իրան։ Դա կարող էր ազդել, դուք կարող եք այդպեսի բան պատկերացնել, ես ոչ։ Ուրիշ այդ ինչ որ արվում է, ուզում են, այդ ինչ որ անում են, ու արդյունքը մեկտերում ենք, դա հերիք չի դրա համար, որ բերել այդ սիտուացիան, որը պետք է։ Շնորհակալություն Աչաչ։ Պարոն Իսկանդարյան, շարունակելով ընկերոջս հարցը, բոլորը ողջունում են այս տեքստի համաձայնեցման հարցը։ Գոնե մենք չգիտենք այդ տեքստում ինչ է գրված։ Այդ ողջունելը կամ չողջունելը ինչքանով է։ Դե երբ որ դու ասում ես խաղաղություն ու համաձայնվեցին, բոլորը պետք է ողջունեն, ինչ պետք է անեն այդ բոլորը ասելով դուք հավանաբար նկատի ունեք ստրուկտուրաներին, մարդկանց եւ երկրներ, որոնք դուրս են մեր ռեգիոնից։ Պրինցիպալ դե հա լավ բան է, երբ որ կողմերը համաձայնում են, բայց այդտեղ շատ խնդիրներ կան ներսում, որը Ձեր կարծիքով ինչ պատճառը, որ տեքստը ամբողջությամբ չեն հրապարակում։ Մերոնք։ Որտեվ ես ինձ թվում է, որ այդ տեքստը վերջնական դեր կազմված չէ։ Վերջնական չկազմված տեքստի շուրջ Համաձայնությունը դրանում է, որ մենք քիչ թե շատ համաձայն ենք այդ 17 պունկտերում ու պրինցիպիալ համաձայն ենք դա ստորագրել, այդ էր ասված։ Բացի այդ 17 պունկտերից մենք տերում ենք, որ ուրիշ բաներն էլ են ասվում Ադրբեջանից ամեն օր։ Դա էլի խնդրի մի մասն է։ Պարոն Իսկանդարյան, ձեր խորագրի, ձեր համաժողովի խորագիրը մոտալու փոթորիկը կբացեք հակակիցը եւ այդ համատեքստում մենք համատեքստը ուկրաինական պատերազմն է, ռուս-ուկրաինային պատերազմը, որը բերում է, գիտեք, սիտուացիան ուրիշ է, սիտուացիան այդպես չի, ինչպես եղել է մինչև 22-ի փետրվարը։ Օրինակ ինձ թվում է, որ Ղարաբաղի դեպորտացիան էթնիկ մաքրումը, ինչպես է դա զտումը, էթնիկ զտումը, կներեք իմ հայերենի համար, էթնիկ զտումը հնարավոր չէր լինի, եթե չլիներ ուկրաինական պատերազմը, ինձ այդպես է թվում։ Եվ իմ վերջին հարցն է, այսօրվա համաժողովում Սիչկան ծանոթացա օրակարգին մեր ռազմագերիների մասին խոսք չկար, դա հնարավոր չէ ներգրավել ծրագրի մեջ։ Դա ինչու եթե հարցեր լինեն ռազմագերիների մասին մասնագետները կպատասխանեն, կփորձեն պատասխանել այդ հարցին։ Կոնֆերանսը քաղաքագիտական է, մենք խոսում ենք քաղաքագիտական սիտուացիայի մասին։ Քաղաքագիտական իհարկե էքսպերտներն են, քաղաքական գործիչներ չեն մեր կոնֆերանսում։ Էքսպերտների կարծիքը ես նկատում եմ այդ հարցում։ Մարդիկ կարող են ցանկացած հարց տալ ու պատասխան կստանան այդ հարցերը։ Մենք դեռ չի եղել օրինակ ադրբեջանցի մասնակիցի ելույթը կլինի դա, եթե հարցեր կլինեն, չգիտեմ, կփորձեն պատասխանել երևի։